Վերջին 10 տարիների ընթացքում մենք ավելի քան 200 դեպքի հետ ենք աշխատել երեխաների սեռական բռնության։ Իրավապահ համակարգում գրանցված դեպքերը շատ ավելի շատ են։ Ու տարեց տարի այս դեպքերը ավելանում են, որովհետև ես ու դու եւ մյուսները չենք ձեռնարկում համապատասխան միջոցներ կանխարգելելու համար սեռական բռնությունը։ Ու մենք շատ հաճախ շատ սուր զգացողություններ ենք ունենում, վախի, տխրության, ամոթի, տարբեր զգացողություններ այս դեպքերի հետ կապված, բայց երբ որ արդեն դեպքը տեղի է ունեցել։ Գիտեմ, մենք բոլորս շատ վախենում ենք սեռական դաստիարակությունից, սեռականության մասին խոսելուց, բայց ինձ թվում է արդեն ժամանակն է եկել, որ հասկանանք, որ մեր սեռականությունը մեր հետ է։ Դա հնարավոր չի մերժել, հնարավոր չի թաքցնել ու իմաստ չունի ամաչել։ Այն վարքյանից, երբ որ երեխան արդեն լույս աշխարհ է եկել, իր սեռականությունը իր հետ է, որովհետև իր մարմինն է իր հետ, ու երեխան պետքա առաջին բանը, որ սովորի քեզանից, այդ որ մարմնի բոլոր մասերը հավասար են ու հավասար կարևոր են։ Սեռական բռնությունը երեխայի կյանքում կանխարգելելու միակ ձևը դա սեռական դաստիարակությունն է, սեռականության մասին երեխայի հետ խոսալն է ու ստեղծել վստահության մթնոլորտ այս ամոթ թեմաների հետ կապված։ Երեխայի նկատմամբ սեռական բռնությունը չի կատարվում մի օրվա ընթացքում, մի ժամվա ընթացքում։ Հիմնականում բռնարարը մի փոքր նախապատրաստվում է, գոնե ճշտելով, թե երեխան կամ նախապես իմանալով երեխան ինչքանով է ամաչում իր մարմնից, իր սեռականությունից, արդյոք իր շուրջը կա մեծահասակում հետ նա կխոսի, ում որ կպատմի, եւ միայն նրանից հետո, երբ որ համոզվում է, որ երեխան որևէ մեկին չի պատմելու իր հետ կատարվածի մասին, նոր տեղի ունենում սեռական բռնությունը։ Մեր փորձից ես կարող եմ հավաստացնել, որ շատ դեպքեր հնարավոր էր կանխարգելել, եթե երեխայի հետ ժամանակին խոսեր ինչ-որ մեկը սեռականության մասին, իր մարմնի սահմանների մասին, ու երեխան իր կողքը ունենար վստահելի ինչ-որ մեկը, ում մոտ որ կգնար նա ու կխոսեր այն վախենալու ազդանշանների մասին, որոնք տեղի են ունենում նախքան սեռական բռնությունը։ Ու այստեղ մեր համար հասկանալի է դառնում, թե ինչքանով է կարևոր խոսալ երեխայի հետ սեռականության մասին, սովորացնելով իր մարմնի սահմանները։ Անկախ նրանից, թե ձեր երեխան քանի տարեկան է, դուք ցանկացած պահին կարող եք սկսել այս խոսակցությունները երեխայի հետ ու ասեմ ձեզ, սկսեք այդ խոսակցությունները հունիսի 1-ից, որովհետև հունիսի 1-ը երեխաների իրավունքների պաշտպանության օրն է, ոչ թե նվերներ նվիրելու, այգիներ գնալու, այլ իրապես նստել հասկանալու, թե երեխայի որ իրավունքը պաշտպանված չի, բացատրելու իրան, թե որոնք են այդ իրավունքները ու սկսելու վերջապես իրոք պաշտպանել երեխաների իրավունքները։